Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Վերադառնալով թեմային, Անուշ Արամանյան, սա շատ է քննարկվում, հնարավոր էր վիրավորների հետ ուղղաթիռներով պայթյունից հետո մարդկանց տեղափոխել։ Բեռնախավի նկատի ունեմ, ասում են, որ կար նմանատարբերակ։ Մինչև ռազմական գործողություններ սկսելը, այդ թվում բալակադայի ժամանակ, դուք տեղյակ եք, որ որոշ բեռներ տեղափոխվում են ուղղաթիռներով, ռուսական ուղղաթիռներով եւ ցանկացած ուղղաթիռ, որը տեղափոխվում էր Արցախից Հայաստան կամ Հայաստանից տեղափոխվում էր Արցախ, ադրբեջանական կողմից մանրակրկիտ զնման է ենթարկվում։ Այդ թվում բացառություն չէր այդ օրերին սեպտեմբերի 25-ի տեղի ունեցած պաշտպանության բանակի զորամասերից մեկում պայթյունի հետևանքով զոհերին եւ վիրավորներին տեղափոխման process-ը եւ այդ ողջ ընթացքում ադրբեջանական ներկայացուցիչները ստուգում էին ուղղաթիռները, այդ թվում նաեւ քանդում էին այդ բինտերը երեսին կապված մարդկանց եւ համոզվելով, որ այլ մարդ չի տեղափոխվում։ Իմ կարծիքով դա հնարավոր չէր այդ օրերին կազմակերպել։ Պարոն Շահրամանյան, համաներում է հայտարարել Ալիևը Ադրբեջանում եւ ըստ տեղեկությունների շուրջ 20,000 մարդու է վերաբերելու, այնտեղ տարբեր նաեւ հոդվածներ կան, տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն, ինչ հույսեր ունեք, հնարավոր է այս համաներման օրինակ Արցախի ղեկավարությանն էլ վերաբերվի, թե այսպես հայ-ադրբեջանական այս խաղաղության կոնտեքստում գուցե այլ անձանց, որովհետև գիտենք բազմաթիվ են նաև այլ մարդիկ։ Դուք ինչ կանխատեսումներ ունեք։ Ճիշտն ասած, այս բան կոնկրետ տեղեկություններ ես չունեմ, թե այդ համաներումը ինչ չափերով եւ արդյոք կընդգրկվեն դրա մեջ գերեվարված անձինք։ Իմ կարծիքով այդ գործընթացը պետք է դիտվի խաղաղության process-ում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ տրամաբանական է, որ չի կարող Ադրբեջանում դատվել հայ ազգի մարդիկ, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ մենք խոսենք խաղաղության process-ի մասին։ Սա այս կոնտեքստում իմ կարծիքով պետք է քննարկվի եւ այդ մարդիկ պետք է անպայման ազատ արձակվեն։ Եվ իրենց ազատ արձակելուց հետո ինձ թվում է մենք բավականին հարցերի պատասխաններ կստանանք հենց իրենց կողմից։ Շնորհակալ եմ։